Ես առաջարկում եմ հետևյալը, դադարեցնել սպասարկել Նիկոլ Փաշինյանի օրակարգերը, որովհետև այդ մարդը անընդհատ օրակարգերը շփոթվի դաշտ, ու մենք մեր բանագործը թողած, զբաղված ենք իր շատ դեպքերում աբսուրդային, շատ դեպքերում հակասահմանադրական, շատ դեպքերում հակաբարոյական, շատ դեպքերում հակաիրավական եւ քրեորեն պատժելի գործողությունները դնում ենք շրջանառության մեջ ու բոլորս սկսում ենք բացատրել, ինչի դա ճիշտ չի։ Որևէ մեկը ներկաներից ու շատերը բացականերից ուղղակի չեն կարող իջնել այդքան, որպեսզի կարողանան հավասարվել կամ համարժեք համապատասխան տան այդ մարդուն, հետևաբար առհասարակ ես կարծում եմ լրագրողներին ես հասկանում եմ ինչի են այդ հարցը տալի, որովհետև շփոթվելադաշտ իշխանության կողմից իրենք պիտի դրան արձագանքեն, բայց կարծում եմ, որ մենք պիտի ուղղակի մերժենք այդ հարցերի պատասխանները, եթե այդպիսի հնարավորություն կա։ Հաջորդ քայլը մենք պիտի թելադրենք մեր օրակարգերը։ Ոչ թե մենք պիտի վազենք իր ամեն հայտարարությունից հետո հավաքվենք այսպես ինչ-որ թեզեր բան անենք, քննարկենք ու պատասխան ուղարկենք, այլ ինքը պիտի շտաբի մեր թեզերի հետևից կլինի թիմային, կլինի անհատական, կլինի ցանկալի այլ դարի թիմային, որովհետև դա շատ ավելի ուժեղ կլինի մեր կողմից։ Պաշտպանության հետ կապված ես եմ կարծում, որ բոլորն են կարծում թե հասկանում ներկաներից, որ դա միայն բանակի մասին խոսքը երբեք գնալ չի կարող, բայց հասարակությանը դրա մասին պետք է խոսել ու բացատրել։ Շատ կարևոր է, որովհետև հասարակությանը մի տեսակ համոզել են ու այդ թեզը շատ կեղտոտ ու ստոր ձևի խաղարկում են, որ բա ում երեխեքի հաշվին եք երկիրը պաշտպանելու։ Բա մենք բոլորս պիտի պաշտպանենք այդ երկիրը եւ ամբողջ տրամաբանությունը հետեւյալի մեջ է, որ մենք պիտի ունենանք համակարգ, որի պայմաններում մեզանից յուրաքանչյուրը պիտի իմանա տեղը, դերը, գործողությունը, հերթականությունը եւ դա պիտի կազմակերպի պետության կողմից, դա չի կարող կազմակերպել միայն հասարակական կազմակերպություն։ Այո, կան հասարակական կազմակերպություններ, որոնք առանձին մարդկանց ինչ-որ խմբերի պատրաստում են, նախապատրաստում են, դա շատ գովելի աշխատանք է, բայց դա պիտի լինի համակարգված։ Մենք պիտի լինենք պետություն, որը ոչ թե դա խեղճությամբ պիտի թույլ չտա, որ վրա հարձակվեն, այլ հարձակվողը պիտի հստակ պատկերացնի, որ պատասխանը լինելու է համարժեք, առնվազն։ Եվ դրանով իսկ մենք պաշտպանելու ենք մեր երեխաներին, դրանով իսկ մենք պաշտպանելու ենք ոչ միայն մեր պետությունը, մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունը, նախ եւ առաջ մենք պաշտպանելու ենք մեր երեխաներին։ Սա հատկապես այն մայրերին, ում ամեն օրվա թեզով կերակրում են, թե բա ով համաձայն չի Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ, ինքը անպայման պատերազմ ուզում։ Մենք շատերը ներկաներից երեխաներ ունենք, ոչ մեկ պատերազմ չի ուզում, ոչ մի ողջամիտ մարդ, ոչ մի կին երբեք պատերազմ չի ուզել ու չի կարող ուզել։ Բայց թույլ տալ, որ քո երեխային այսպես գիտեք տանեն 4000, կամ չունի թիվը, մի հոգի լիներ էլի կորուստել։ Ու հետո կանգնել այդ հերոսական պայքարը այսպես նվաստացնել ու ստորացնել, այսպես արժեզրկել, այսպես զրոյականացնել այդ տղաների պայքարը, տղաների եւ աղջիկների շատ դեպքերում կանանց պայքարը ու ներդրումը հանուն պետության sense զրոյականացնել, սա, չգիտեմ, անբարոյականության ուղղակի գագաթնակետն է։ Օրինի նորից վերադառնալով մենք չենք կարող իջնել այդքան ցածր, իրան համարժեք պատասխան տալու համար, հետևաբար մեր տրամաբանությունը պիտի լինի լրիվ ուրիշ։ Պաշտպանության կարևոր բաղադրիչներից մեկը նաև կառավարման մոդելն է, որովհետև երբ որ ամբողջ իշխանությունը ձևավորվում է այնպես, որ մի մարդու ձեռքում է, ու այդ մի մարդն է դառնում թիրախ, իրան շատ հեշտ է ստիպել, վախեցնել, ճնշել, եւ ինքն է որոշում, հասկանում եք, ինքը եւ ազգային ժողովում է որոշում, ինքը եւ կառավարությունն է որոշում, ինքը եւ դատավոր նշանակելուց է որոշում, իր դատախազն է որոշում, իր վարչապետի գործողությունը ապօրինի է, թե ապօրինի չի։ Վարչապետի սրտի նշանակած դատախազը որոշում է կայացնում, տենց չի կարա լինի։ Այսինքն մենք ունեցել հաջողացել ենք իմիջիայլոց յուրահատուկ երկիր ենք, մենք 34 տարվա մեջ ունեցել ենք նախագահական, կիսանախագահական, պարլամենտական կառավարման ձև, չի ուրիշ երկիր տենց արագ տեմպերով փոխելա թե չէ։ Ու հաջողացրել ենք 3-ն էլ ձախողել։ Ինչու՞։ Որովհետև այս համակարգի պայմաններում մի մարդը գալիս է ու ամբողջ իշխանությունը զավթում է, հասկանում եք։ Այդ մի մարդու ձեռն է նշանակվում դատավորի նշանակումից մինչև հանրային հեռուստաընկերության բարձրաստիճան պրոպագանդիստներ եւ ոչ միայն։ Այս մարդկանց մի ձեռում եք դուք տալիս մենք տվել ենք ամբողջ իշխանությունը ու հույս ունենք, որ մի անգամ բախներս կբերի ու դեռ բարոյական մարդ լինի, իսկ եթե չեղավ, իսկ ամեն անգամ որ չի լինում, դրա հարցը պիտի լուծվի, թե չէ։ Մենք ես նորից պնդում եմ գործընկերների արած կարճ տենց հայտարարությունը այն մասին, որ մենք պիտի ընտրենք այնպիսի մոդել, որի պայմաններում
մեկ անձ անգամ եթե աշխարհի ամենաանբարոյական, անսկզբունքային հայությանը ատող մարդը հնարավորություն ունենա, թեպետ դա այդ պայմաններում գրեթե զրոյական հնարավորություն է, անգամ եթե գա իշխանության, ինքը հնարավորություն չի ունենալու զավթել ամբողջ իշխանությունը եւ իրեն իշխանությունից հեռացնելու համար կամ հստակ մեխանիզմներ։ Մենք դա իսկապես մշակել ենք, շատ երկար աշխատել ենք, սիրով հետո կներկայացնենք, որտեղ հիմա դրա ժամանակը չի, բայց հավատացեք դա միակ տարբերակն է։ Պաշտպանել մի կողմից անվտանգության բարձիկ ապահովել վարչապետներին, ապակա, որոնք որ պիտի գնան բանակցությունների, բայց շատ հանգիստ կարող են ասել, լավ, այսօր ինձ թեկուզ ծեծեցի, ով էր բաներ ասում, նորիքյաններ ասում, լավ ծեծենք են։ Թեկուզ լավ ծեծելուտի, ստիպեն ինչ-որ բան անել, պարտադրեն, հա, չգիտեմ, սպառնան։ Իդի ասի Ժորժան, ես հետ եմ գալու Երևան, ու տարբերակ չկա, այնտեղ կա մի մարմին, որը մի հոգի չի, երկու հոգի չի, 9 հոգի անկուսակցական մարդիկ են, որոնց վրա ճնշում որևէ կերպ հնարավոր չի իրականացնել։ Հետևաբար, երբ գլխավոր դատախազը իմ վերաբերյալ քրեական գործ է հարուցելու, որտեղ գլխավոր դատախազը իմ անձնական օգտագործման գլխավոր դատախազը չի, որովհետև պետխորհուրդն է նշանակում։ Հակագործություն մարմինների ղեկավարները իմ անձնական օգտագործմանը չեն ոնց որ եղել է 30 տարուց ավել։ Դա պետխորհուրդն է նշանակում։ Այսինքն վարչապետը պիտի ունենա ուղիղ այնքան լիազորություններ, որպեսզի կարողանա կառավարել երկիրը, արդյունավետ կառավարել։ Մնացածը զավթելու, ուզուրպացնելու տեսակետից ինքը պիտի հնարավորություն չունենա։ Դե մնացածի մասին գործընկերներս խոսեցին, շատ շնորհակալություն կազմակերպելու համար, սա շատ կարևոր է, նորից շատ ճիշտ եք ասում, անգամ եթե որևէ բան չստորագրվի, անգամ եթե այս պահին որևէ համաձայնություն չլինի, դա ոչինչ չի նշանակում, հասարակությունը պիտի իմանա, որ դա հուսահատվելու, հիասթափվելու բան չի, հա, պատճառ չունի, որովհետև դուք էլ գիտեք, բոլոր ներկաները գիտեն, մեզ լսողները գիտեն, շատ լավ գիտեն, որ Հայաստանում կան մեծ թվով ազնիվ, պարկեշտ, տվիրյալ մարդիկ։ Ուղղակի այդ մարդկանց համակարգն այնպիսին է, որ այդ մարդիկ երբեք չեն ուզեցել եւ իրենք հնարավորություն չեն ունեցել գալ եւ կառավարել երկիրը այնպես, ինչպես որ դրան արժանի է մեր պետությունը եւ մեր ժողովուրդը։ Այս հանդիպումները հենց դրա մասին են, որպեսզի հանդիպեն են մարդիկ, ովքեր արժանավոր են, ովքեր սկզբունքային են, ովքեր հասկանում են շնորհակալություն, ապրեք շատ, բոլորին ուժ, համբերություն ու հանկարծ չհուսահատվեք, չհասթափվեք, որովհետև իսկապես հնարավորություն կա, հնարավորություն օգտագործվելու է։